Հայ ազգային կոնգրեսի ծրագրով նախատեսված Հայաստան-Իրանի հետ կապող երկաթուղու կառուցումը կլուծի կենսական խնդիրներ Հայաստանի համար։ China Communications շինարարական ընկերության կողմից նախագծված այդ երկաթուղին կունենա 84 կամուրջ եւ 60 թունել եւ նախնական հաշվարկով կարժենա 3.2 միլիարդ դոլար եւ էական օգուտներ կբերի նախագծի իրականացման մեջ ներգրավված երկրների համար, նախ եւ առաջ Հայաստանի եւ Իրանի։ Այդ երկաթուղին կկապի ագարակը Գագարինի երկաթուղային կայարանի հետ։ Երևանից երկաթուղային կապ կհաստատվի Գավառ, Մարտունի, Ջերմուկ, Սիսիան, Կապան, Մեղրի եւ ագարակ քաղաքների հետ, ինչը կամրապնդի մեր երկրի տնտեսական եւ պաշտպանական անվտանգության համակարգը, կաշխուժացնի այդ բնակավայրերի տնտեսական կյանքը։ Հայաստանը մեկ երկրի Իրանի միջոցով ելք կստանա դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստները։ Արդյունքում էապես կզարգանան Հայաստանի առևտրատնտեսական կապերը գլոբալ հարավի երկրների հետ՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Վիետնամի, նոր ճանապարհներ եւ շուկաներ բացելով մեր արտադրության ապրանքների համար։ Հայաստանը կդառնա Սև ծովը Պարսից ծոցին կապող կարևոր տրանզիտային երկիր, էապես աշխուժացնելով մեր տնտեսության զարգացման տեմպերը։ Ավելի կարևոր են սակայն արտաքին քաղաքական եւ աշխարհաքաղաքական էֆեկտները Հայաստանի համար։ Հայաստանը դուրս կգա Ադրբեջանից եւ Թուրքիայից միակողմանի կոմունիկացիոն կախվածությունից, կնվազեցնի նրանց կողմից ճնշման տնտեսական գործիքները, էապես կուժեղացնի մեր բանակցային դիրքերը եւ կամրապնդի մեր ինքնիշխանությունը։ Այս նախագիծը ի դեպ 2019 թվականին առաջարկվել է Փաշինյանին, բայց մերժվել է իր կողմից։ Իրանյան երկաթուղին դա Հայաստանի խելամիտ ուղին է դեպի խաղաղություն եւ զարգացում։